Տիր մեդիան ներկայացնում է։ Դեր մնաց, հիմա ինչ պիտի խոսա։ Հիմա ինչ խոսա։ Լավ կադրել, բայց մի շարունակություն Արի էսի թողենք, հետո կգաս կնկարես ծիրը։ դրա փչացնեմ էլի ցա։ Եվ ուզում եմ ասեմ, որ այն հավատը, որ դուք բարբերաբար կորցնում եք տարբեր գործընթացների արդյունքում, թող վերականգնվի նման գործընթացներով։ Գեղամ, քո կարծիքով իշխանությունը մարդկանց փոխում է, թե ուղղակի բացահայտում է նրանց իրական էությունը։ Շատ դժվար ծանր հարց եք տալիս։ Իշխանությունը բացահայտում է խոշորացույցի տակ է դնում մարդու ուժեղ եւ թույլ կողմերը ու դրանով մարդը հանրությանը հանդես է գալիս արդեն արտահայտված իր բնավորության գծերով, որով եւ մարդիկ իրենց կարծիքը սկսում են ձևավորել կամ փոխել տվյալ կառավարողի, իշխանավորի նկատմամբ։ Գեղամ, որ իշխանությունն է սկսում վախենալ ազատ խոսքից։ Իրականում իշխանությունը սկսում է վախենալ այն խոսքից, որը պատ է ծակում, այսինքն որը ճշմարտացի է ու պատ է ծակում։ Այս պարագայում, երբ որ իրենք կառուցում են իրենց նարատիվային պայքարը, կառուցում են իրենց ճշմարտությունների աշտարակները ու երբ որ դու գալիս ես իրական ճշմարտությունն ես ասում, այդ աշտարակները սկսում են խարխլվել ու քանդվել ու դրա համար իրական ճշմարտացի խոսքը դառնում է կործանիչ իրենց համար։ Ինչպես հասկանալ, որ իշխանությունը ծառայում է ժողովրդին, այլ ոչ թե ժողովուրդն է ծառայում իշխանությանը։ Այն իշխանությունը, որը առաջնորդվում է պետական ռազմավարությամբ, հանրային գլոբալ արժեքներով, պաշտպանում այն արժեքները, որը գալիս է անցյալից ու այդ արժեքների փոխանցողն է դառնում դեպի ապագա, այն իշխանությունը, որը ապրում է օրվա քաղաքացու խնդրով ու չի կտրվում այդ խնդրից, եւ այն իշխանությունը, որը կարողանում է արդարություն ու հավասարություն պահել իր ժողովրդի մեջ, լինելով այդ հավասարների մեջ։ Գեղամ, որն է սահմանը, որից հետո լռությունը դառնում է հանցակցություն։ Շատ հետաքրքիր է, որ մենք հաճախ օգտագործում ենք այդ միտքը, երբ որ ասում ենք լռությունը եւս հանցավոր անգործություն է։ Ու հիմա հարցնում ենք ինքներս մեզ, թե որ լռությունն է, որ հենց այդ հանցագործությունն է։ Երևի թե այն լռությունը, որի բացակայության դեպքում խնդիրը կլուծվեր։ Այսինքն, եթե մարդը չլռեր, խնդիրը լուծում կստանար, բայց ինքը լռեց։ Այ բոլոր այդ պարագաներում պարտավոր է մարդը խոսել, որպես քաղաքացի, որպես սոցիումի մասնիկ։ Գեղամ, քո կարծիքով ինչու է հասարակությունը հաճախ պաշտպանում ուժեղին, նույնիսկ երբ գիտի, որ նա սխալ է։ Որովհետև մարդը միշտ ցանկանում է ուժեղի կողմն է բռնում, դա բնազդային գալիս է երևի հին ժամանակներից, երբ որ քարանձավային պայմաններում մարդիկ ապրում էին ու ուժեղի կողմը բռնում էին, որպեսզի իրենք էլ չտուժեն այդ ուժեղի կողմից, ու դա բնազդորեն եկել հասել է մինչև մեր օրեր ու մարդկանց մեծ մասը ու հիմնականում այն մասը, ովքեր չեն առաջնորդվում արժեքներով, այդ մարդիկ հիմնականում
տուրք են տալիս ուժին։ Եվ դրա շատ վառ ապացույցներից մեկն է հայկական իրականության մեջ այն, որ իշխանությունները միշտ անկախ թե ով է իշխանությունը, միշտ ընտրությունների ժամանակ ունի տրամաբանական առավելություն անկախ իր վարչական լծակներից, շատերը ուղղակի սատարում են իշխող ուժին, որովհետև նա ուժեղ է, որովհետև իրենք այդտեղից ունեն անձնական շահ։ Յուրաքանչյուր գիտակից մարդ ունի վախեր։ Որն է քո վախը այս պայքարի մեջ։ Ամենաշատը այս պահին վախենում եմ մարդկանց անտարբերությունից։ Բայց պետք է նաև ասեմ, որ չկա այդ անտարբերությունը։ Ես տեսնում եմ մտահոգ մարդկանց, մտահոգ հանրություն, ովքեր թե առցանց հարթակում, թե այստեղ հողի վրա հիմա մեր հետևում մարդիկ գնալով շատանում են, աշխատանքից հետո բոլորը գալիս են այստեղ։ Մարդիկ անտարբեր չեն։ Ու դա ինձ ուժ է տալիս, ու դա ինձ ուրախացնում է։ Երևի վախենում եմ դրա բացակայությունից։ Գեղամ, քո կյանքի որ փորձառությունն է ձևավորել արդարության հանդեպ այսպիսի զգայուն վերաբերմունք։ Ճիշտ ասած, դեռ ուսանող տարիներից անընդհատ արդարության հանդեպ իմ մղումը արտահայտված է եղել, իմ ընկերները ու հարազատները դրա մասին լավ գիտեն։ Չգիտեմ, ես ուղղակի չէի կարող տունը մնայի, չճանաչելով Արտուրին, անձնական կապվածություն, էմոցիա չունենալով նրա հանդեպ, ես չկարողացա տունը մնամ, որովհետև, չգիտեմ, իմ խիղճը ինձ բերեց այստեղ։ Եթե վաղը հաղթենք այս պայքարում, ինչպես եք համոզվելու, որ վաղվա նոր եկող իշխանությունը չի վերածվելու այն նույն երևույթի, որի դեմ այսօր պայքարում ենք։ Արժեքային պայքարը ինքը չունի ոչ սկիզբ, ոչ էլ վերջ։ Ինքը անվերջ պայքար է, ինքը ընթացք է։ Ու ինքը չի սահմանափակվում հաղթանակով։ Այսինքն դա վիճակ է, որը պետքա լինի, ու դրա բացակայությունը պրոբլեմ է, խնդիր է։ Այսինքն ես տրամադրված չեմ, որ այստեղից պետքա ես կամ մենք գնանք հաղթանակով։ Այստեղ մենք պետքա գնանք հանգիստ ճիշտ զգացողությամբ։ Մենք պետքա գնանք իմանալով, որ մենք կատարեցինք, իրականացրեցինք այն, ինչ որ պետքա իրականացնենք։ Որն է բռնապետության առաջին ախտանիշը, որը հասարակությունները սովորաբար ուշ են նկատում։ Երևի չլսելը այլակարծությունը եւ մտածելը, որ առանց քննելու մտածելը, որ ամեն ինչ ճիշտ է ու իրենք ճիշտ են անում, ու երևի թե հենց այստեղ այդ վիճակի գագաթնակետին էր հասել, երբ որ այլակարծությունը ոչ միայն անտեսվեց, այլ նաև բռնության ենթարկվեց։ Ինչ ես կարծում, արդյոք ազատությունը կարող է գոյություն ունենալ առանց պատասխանատվության եւ պատասխանատվությունը առանց ազատության։ Իրականում ոչ, որովհետեւ ազատությունը առանց պատասխանատվության վերածվում է սանձարձակության, լպյուրշության, իսկ պատասխանատվությունը առանց ազատության մի տեսակ վերածվում է ստրկության։ Դրա համար այս երկուսը իրար հետ են գեղեցիկ ու շատ կարևոր է հասկանալ, որ այսօր իշխանական թևը պաշտպանող
թե շարքային քաղաքացիները, թե պաշտոնյաները, թե բարձր ու միջին օղակ ունեցող վարչական գործիչները մի հատ գործընթաց են սկսել, որը շատ վտանգավոր տեղ է տանում։ Խոսքս այսօրվա երեկվա ու այսօրվա process-ի մասին է, երբ որ ընտրություններից հետո պետքա process գնար խնդիրը լուծելու, բայց process-ը գնաց խնդիրը խորացնելու։ Ու թվացս մարդիկ ուժերը սկսել են մի հատ process, որով փորձում են ոչ թե բերել նրան, որ հավասարակշռության գա խնդիրը, այլ փորձում են հակառակը մեղավոր ճանաչեն, մեղավոր դարձնեն տուժողի ու արդարացնեն մեղավորին։ Ու այս process-ը շատ վտանգավոր տեղ է տանում, որովհետև ժողովուրդը շատ լավ զգում է, անգամ իրենց ընտրազանգվածի մեծ մասը շատ լավ զգում է այդ արդարության հավասարակշռումը, երբ որ սկսում են կեղծ շինծու մարդուն վարկաբեկել ու սխալ հանել, որպեսզի իրանք ճիշտ դուրս գան, մարդկանց մոտ բնական ըմբոստություն է առաջանում, որը պարպել հնարավոր չի։ Այդ ինչ-որ կերպ դուրս է գալու, արտահայտվելու է, այդ մենք գիտենք մեր տարիների հանրային գործունեությունից ոնց է դա տեղի ունենում, բազմաթիվ օրինակներ կան, կարելի է թվել, բայց իրենք այսօր դա փորձում են անեն, երևի անգիտակցաբար, չգիտեմ, բայց ուզում եմ ասեմ, որ դա լավ տեղ չի տանում, պետք է ընդունել, իդեպ կան նաև այդ գործիչների մեջ մարդիկ, ովքեր հասկանում են խնդիրը և հակառակն են անում, ուղղորդում են, դրդում են, միջնորդում են, որ process-ը հարթվի, բայց հիմնական մեքենան, ռեսուրս ունեցող մեքենան նկատվում է, որ աշխատում է հակառակի վրա, ինչը նորից եմ ասում, լավ բանի չի բերելու։ Ինչ ուղերձ կփոխանցեիր Արտուր Օսիպյանին, եթե իմանայիր, որ նա դիտում է այս տեսանյութը։ Շատ դժվար ու հետաքրքիր հարց եք տալիս։ Ես Արտուրին կոչ կանեի րոպե շուտ հացադուլից դուրս գալ ու կասեի, որ դա բացարձակապես որևէ բիծ չի քաշում իր արդար պայքարի վրա։ Ես կասեի, որ այն ինչ որ տեղի ունեցավ իր բանավեճի ու դրանից հետո իր ճիշտ պահվածքի, նաև հացադուլ սկսելուց հետո ավելի քան բավարար էր իշխող ուժի դիմակը պատրելու նաև այս ասպարեզում։ Ուղղված միջնորդությունները եւ Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնել։ Որոշումն ուղարկվել է ՀՀ, ԱՆ ու Բարաշեն քրեակատարողական հիմնարկ անձին անհապաղ ազատ արձակելու նպատակով բոլորիդ հրավիրում ենք Նուբարաշեն գնացի։ Այս ինչ process է։ Արդյոք չի ճոպը։ Ես չեմ հավատում։ Գեղա Մոհանյանը Չեմ եւ հավատում, Գարեգին բացի Միսկարյանը այդ ինքնա PR էր, նկարում են, ասի արդյոք օգտագործել։ Հələ շարունակում եմ նկարել։ Էդի Նիկոլի WhatsApp-ն էր էդի։ Չէ, դա Որն է հետի։ հեռախոսը լավն է։
Բույզը դեսը։ Իսկարյան հաստատ է եղբայրս։ Շարունակենք հիմա հարցազրույցը։ Եղա մարի գնանք շարունակենք։ Արտակարգ դրություն ենք հայտարարում։ Սեղանը գցեք, ինենք։ Գարիկ Ժորժ ջան, այս մի հատ հիմա պետքա ստուգենք, դատախազություն ենք անչափ փաստաբանին, փաստաբանը հիմա պետքա հրատապ գնա հասկանանք հաստատվում է նորմալ հայտարարություն թե ոչ։ Եթե հաստատվում է, փորձեմ մեկնաբանեմ, թե ըստիս ինչի արդյունքում դա այսպես եղավ, դա այդպես այս խնդիրը եկավ այս հանգուցալուծմանը ընդհանուր ժողովրդի հանրային ճնշման շնորհիվ ու դա ոչ թե այս նստածույցի կամ Տիգրանենց ցույցերի կամ ինչ-որ մեկի գրառումների արդյունքն է, այդ ամբողջի համագումարի արդյունքներ ու ժողովուրդը իր հանրային ճնշումով կարողացավ խնդիր լուծի ու սա ֆանտաստիկ է, որովհետև 20 թվականից հետո չենք ունեցել նման իրավիճակ ու հիմա առաջին անգամ 20 թվականից հետո մենք կարողացել ենք հանրային ճնշումով հանրային լուրջ խնդիր լուծենք ու ոչ ասենք բռնա պետության նախադրյալներին ու դրանց հիմքերի դնելու։ Դեր մնաց հիմա ինչ խոսա։ Հիմա ինչ խոսա։ Ակի լավ կադրել, բայց մի շարունակություն Արի էսի թողենք, հետո կգաս կնկարես ծիրը։ Ժորժ ջան, հենց նոր ունեցանք տեղեկություն, որ գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել Արտուր Օսիպյանին անհապաղ ազատ արձակելու։ Արտուր Օսիպյանի փաստաբանը հիմա շտապում է դատախազություն, որպեսզի հասկանանք լուրը ինչքանով է հավաստի։ Ընդհանրապես ուզում եմ ասեմ, որ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ յուրաքանչյուր քաղաքացու, ով որ այս հարցով ունեցել է ապրում ու կատարել է որևէ գործողություն, ես շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրի։ Կադրը փչացնեմ էլից։ Եվ ուզում եմ ասեմ, որ այն հավատը, որ դուք բարբերաբար գործում եք տարբեր գործընթացների արդյունքում, թող վերականգնվի նման գործընթացներով ու իմացեք, որ ձեր յուրաքանչյուրի ներդրումը, յուրաքանչյուրի էներգիան դա մեծ փոփոխություն բերող էներգիա է ու մենք այս process-ին, այս հաղթանակին փոքրիկ կարողացանք հասնել միասին ու այս քիչ առաջ ասում էի, որ սա ավարտը հաղթանակով չի լինելու, բայց մենք հիմա տոնում ենք ինչ-որ մի հատ իրավիճակ, որը սպասում էինք, արդարությունը կարելի ասել կայացավ մեր բոլորի ջանքերի շնորհիվ, ապրեք բոլորդ։ Հարսինման այսօր լիքը մարդեր եկել, կարելի էր ինչ-որ ակցիաներ անել, բայց քիչ առաջ հրապարակում եղավ լրատվամիջոցներով, որ դատախազությունը որոշում է կայացրել անհապաղ խափանման միջոցը վերացնելու մասին։ Ուզում եմ մի հատ բոլորդ ինքներդ ձեզ ծափ տաք։ Ես շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ հատիկ առանձին, այստեղ ներկա թե առցանց հետևող այն մարդկանց, ովքեր համացանցում ամեն օր կռիվ են տվել այս հարցի համար, գրառումներ են արել, մեկնաբանություններում սիրտ են դրել։ Ու դեմ այն լկտի պահվածքի, որը գիտեք, որ ոնց էր արտահայտվում։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, ովքեր գալիս էր հավատով, այլ ոչ թե հուսահատությունից ելնելով։ Շնորհակալ եմ ձեզ։ Ուզում եմ Միքայելին խոսք տամ, հետո Գարիկին։ Եկեք հավելենք, որ զուգահեռ տարբեր տեղեր, տարբեր հարթակներում եւ տարբեր ձևաչափերով
կար պայքար։ Շնորհակալություն բոլորին, ովքեր նամակներ են գրել, հետևողական են եղել, ովքեր ակցիաներ են, պիկետներ են արել կառավարության շենքի մոտ։ Անուն առանուն այս բանին չթվենք, բայց բոլորը կարծում եմ երկիրը անհանգիստ սպասում էր այս հանգուցալուծմանը։ Անհանգիստ էր, բայց հավատում էր, որ Արթուրը լինելու է ազատության մեջ եւ դրանով արձանագրելու է, որ խոսքը լրացնել չի լինի։ Շնորհավորում եմ բոլորիս, ապրի Արթուր Օսիպյանը, առողջություն եմ մաղթում նրան։ Գալիգինը ուր է Իսկարյան։ Գնացել է։ Լավ, մի փոքր տեղեկություն տամ, հիմա փաստաբանը գնացել է դատախազություն հստակեցնելու պայմանները, հետո գնալու է Նուբարաշեն, եթե մեր մեջ այստեղ բժիշկ կա կամ բժիշկ կա, որ հիմա մեզ եթերում նայում է ու կարա գնա Նուբարաշեն, Արտուրին այնտեղից նաև բժշկական հսկողությամբ դուրս հանելու շնորհակալ կլինեմ, կարող եք մեր հետ էլ կապի դուրս գալ այս հարցով։ Ես ուզում ասեմ, որ հիմա Արտուրը չգիտեմ ինչ ֆիզիկական վիճակում է ու չգիտեմ մենք կարանք իրան այստեղ սպասենք ու խափանալ միջոցը այնպիսինն է, որ իրան ինքը կարա գա այստեղ մի հատ տեսնենք իրան, այդ մի քիչ կարանք սպասենք, մի 30 րոպեվա ընթացքում արդեն կիմանանք, եթե անգամ հնարավոր չլինի ֆիզիկապես իր այստեղ գալը, մենք իր հետ կապի կլինենք, մի օր կկազմակերպենք իր հետ հանրային հանդիպում, գուցե նաև դեպքի վայրում։ Ինչ-որ մարդիկ կան, որ ուզում են արտահայտվեն։ Ես առաջարկություն ունեմ, գնանք դիմավորենք նաև այնտեղ։ Միքայելը առաջարկում է, որ մի խումբ մարդիկ կարող են գնալ այնտեղ դիմավորել, կարող են քննարկել մի քանի ավտոմեքենա միանալ փաստաբանին այնտեղ դիմավորելու համար։ Այս բան երևի թե հա, Սիվիկչյանը։ Սիրելի ժողովուրդ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Գեղամին։ Մարդ, որը հանգիստ, առանց որևիցե մի ավելորդ խոսքի շարժումի հավատաց, որ համախմբվելով, անընդհատ աշխատելով տեղ կհասնենք։ Շնորհակալություն Գեղամ ջան, դու հավատ, հույս բոլորին ներշնչեցիք, ապրենք կգալեք, ապրեք կոնտանություն։ Իդեպ սա կարծես թե 20 թվականից հետո քաղաքասարակության առաջի խոշոր մեծ հաղթանակն էր, որ ժողովուրդը միասին հավատաց իր ուժին ու հաղթանակը կայացավ։ Այս ուժը պահեք, գալիք մարտերում, ձեր խոսքը ասելու ու հավատացեք, որ դուք եք այս երկրի տերը, դուք եք։ Հրապարակ է սլանում Իսկարյան Գարիկը, համեցեք, ծափահարություններով ողջունենք, մեր նստացույցի 3-րդ Ժողովուրդ, բոլորիս շնորհավորում եմ այս փոքրիկ, բայց շատ կարևոր հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետությունը այլ կերպ քան ժողովրդավար իրավական պետություն չի կարող գոյություն ունենալ։ Բայց այդ հանրապետությունը ժողովրդավար չի կարող լինի, եթե մենք չփորձենք ամեն մեկս մեր տեղը պայքարենք մեզանից յուրաքանչյուրի իրավունքների համար։ Հատկապես եթե դա վերաբերում է խոսքի ազատությանը, ազատ մտքին, ազատ խղճին։ Ես շնորհավորում եմ այս փոքրիկ հաղթանակի կապակցությամբ, ցանկանում եմ, որ մենք վերջապես կարողանանք կերտել այն պետությունը, որտեղ մեզ կզգանք ապահով, անվտանգ եւ արժանապատիվ։ Շնորհակալություն բոլորիդ։
իրավական ճանապարհով մենք շարունակելու ենք, բայց խնդիրը իրականում ավելի լուրջ է։ Իրականում լուրջ խնդիրները նրանք են, որոնք ես բարձրաձայնել եմ Նիկոլ Փաշինյանի հետ ամսի 18-ին մեր հանդիպման ու այդ բանավեճի ժամանակ։ Սա է ավելի լուրջ խնդիրներ եւ մենք զբաղվելու ենք սրանով, ուզում եմ ասեմ, այս արզատարձակել է եւ այլն ոչ մի բան չի փոխվել, ընդհակառակը դեռ նոր ենք սկսում։ Էսի դեռ կոպիտ ասած ռազմին կանա, նոր տականում ենք դեռ։ Եվ հետագա ընթացքը լինելու ամեն ինչ օրենքի մեջ եւ մենք գնալու ենք միջև մեր նպատակներին հասնենք։ Ու ասում եմ, միջև հաղթանակ։ Եթե թույլ տաք, հարգելի ներկաներ, նաեւ ես ուղիղ եթերով շատ կարճ հանդես գամ։ Քանի որ Արտուր Օսիպյանը այս պահին նոր ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից եւ շատ դժվար է լինելու ընտանիքի անդամների, մոր եւ կնոջ հույզերի, երեխաների ներկայությամբ հացադուլը շարունակել, ուստի ամենայն հավանականությամբ այդ հարցը լրացուցիչ կքննարկենք եւ հնարավոր է այն պարագայում, երբ Արտուր Օսիպյանին վիրավորող անձը չզղջա եւ չբարոյափոխվի եւ այնքան ուժ չգտնի իր մեջ, որպեսզի ներողություն խնդրի, հնարավոր է, որ մենք նախաձեռնենք պայքարի ֆորմատի, պայքարի եղանակի ճանապարհի փոփոխություն եւ պայքարենք ոչ թե ինքնավնասման եղանակով հացադուլ իրականացնելով, քանի որ հացադուլը դա այն ծայրահեղ միջոցն է, որին դիմում են մարդիկ, որպեսզի այն անարդարություն իրականացնողը, ով իրականացել է, զղջա եւ բարոյափոխվի։ Բայց քանի որ արդյունք չկա, շատ հնարավոր է դիմենք դատարան, որպեսզի վիրավորող անձը ներողություն խնդրի, դատարանի պարտավորեցման արդյունքում եւ հերքի այն զրպարտությունները, որոնք հնչեցրել է Արտուր Օսիպյանի հասցեին պատերազմին թվացյալ չմասնակցելու, թվացյալ պսևդոէլիտայի մաս լինելու եւ այլ առումներով։ Ու բացի դրանից մի բան էլ ունեմ ավելացնել, եթե դեռ այդ գործի մի մասն է։ Ես կխորհրդակցեմ իրավաբանների հետ, իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանի կողմից այն արած հայտարարությունները, երբ որ ինձ ձերբակալել են ու հետևից ինք հայտարարություններ արել, թե ինչի չես մահացել, ինչի չեք գնում ստեղից եւ այլն, սրա տակ կա քրեական հանցագործություն եւ մենք այս բանը հաղորդումը ես ուղղակի պետք է քննարկեմ այդ իրավաբանների հետ, որպեսզի ամեն ինչ հստակ կլինի։ Եթե սրա տակ իրոք կա քրեական հանցագործություն, ինչ որ հոդվածի խախտում, մենք անպայման դիմելու ենք դատախազություն ու այդ քրեական հոդվածի խախտումի պատճառով պահանջենք օրենքով գնալ միջև վերջ։ Ու sense մի բան էլ ասեմ, շատ լավ գիտենք դատախազությունը ոնց է աշխատում, շատ լավ գիտենք թե դատարանները ոնց են աշխատում, բայց դե թող ոչ մեկ չհանգստանա։ Մենք դրանով էլ չենք սահմանափակվելու, դրանից հետո ընդཐུպ միջև միջազգային դատարան գնալու ենք, միջև հասնենք մեր նպատակին, որովհետև այս բեսպրեդելը պետքա վերջ տանք։ Հաստորեն մենք Սարգսյան Սերժի մերժեցինք, տեղը ստացանք Փաշինյան Սերժ։ Մենք այդ սերժականներից պետքա ընդհանրապես պրծնենք եւ սա, ասում եմ, անձնական խնդիր չի, խնդիրը ավելի խորն է, բայց այս պահի դուրսությամբ դեռ այդ խնդիրները իմիջիալոց ներկայացված է, հարցերը ներկայացված է հենց Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի մեջ, սրան պետքա ընթացտրվա ու ասում եմ, սա անձնականը մի կողմ, այն ինչ որ ազգային, այն ինչ որ բոլորիս է վերաբերում, այն որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ Հայաստանի Հանրապետությանը նոր վտանգների առջև է կանգնեցնում, նոր պատերազմի ու ցեղասպանության սպառնալիքի տակ ադրել, սա մեր խնդիրն է կանխել ու թույլ չտալ, որպեսզի նման հանցագործներ որոշեն ազգի ճակատագիրը։ Այսքանն է։ Մեկ նախադասությամբ կարող ենք ասել շատ կարճ. խոսքի ազատությունը չպետք է հանգեցնի ֆիզիկական անազատության։ Ու բացի դրանից է թող լավ իմանան, որ բանտերով, բանով, սենց բաներով մեզ վախցնելը դա անիմաստ գործ է, ինչքան իրանք պետքա լավ հասկանան մի բան։ Մարդի գլխի սարքողը ինքը իր գլխին է սարքում։ Տակից պետքա դուրս գան։
Այդ նենց չի, որ դուրս եկանք սոզ լրիվ մոռացանք, չէ, սա հետևանքներ ալնելու։ Ես կրկնում եմ, սա դեռ սկիզբն է։ Է մնացածը Նիկոլը թող դեռ դիմանա։ Հələ նոր ենք սկսում։ Արտուր ջան, քանի որ քրեակատարական հիմնարկից նոր ես դուրս եկել, հրաժեշտ ես տալիս քրեակատարական հիմնարկից։ Չի իմացվի հələ կարող է գանք, հələ որ Նիկոլն իշխանության կարող է գանք, բայց մեզ sense բաներով սպառնել ադիմաց գործա։ Ես չգիտեմ ինչի է ուզում դրանով հասնի, բայց հիմիկվանից եմ ասում, ոչ մի բանի չես հասնելու։ Մենք այո էլի կարող է գանք, բայց դու որ գաս ստեղ, այստեղից դուրս չես գալու, որովհետև քո նկատմամբ մեղադրանքները ու քո գործած մեղքերը շատ կոպիտ են, ասում եմ, այս սկիզբն է, հələ տեսեք ինչ է կատարվելու։ Ու բոլոր բիվարքյան, բոլոր աջակիցներին, ով որ դրսում ինձ աջակցել է, խորին շնորհակալություն, իրականում առանց ձեր աջակցության ոչ մի բան չէր ստացվելու, որտեղ ստե մի այլ տիպի ռեժիմ է, սա մասին մենք հետո կխոսենք։ Բայց ձեր աջակցության համար մենք ասել ենք որոշակի արդյունքի, ակնկալում եմ, որ միասին կկարողանանք ձևակերպել եւ ինքնակազմակերպել, որպեսզի լուծենք ավելի լուրջ խնդիրներ։ Բոլորիդ շնորհակալություն սրտանց։ Ապրես։ Ազատություն խաղ բանտարկյալներին։ Առողջականդ ոնց է։ Բոմբա, այն եմ լրիվ կարամ մի հատ մարդ վրա սոկանեմ մի քիչ քնչակա։ Պոլնի էկիպիրովկա, խնդիր չունենք։